Ծածկույթին անդրադառնանք, շատ հաճախ լինում է, որ անգամ խոցելի խմբերի համար ինչ որ մի բան է վճարում են, սա արդեն վճարով է, այդ սահման է, մարդիկ միշտ չի որ պատկերացնում, միշտ չի որ օրենքում դրույթ գնում են, բայց ոչ հաճելի անակնկալներ են ունենում արդեն պոլիկլինիկայում, արդեն բժշկական կենտրոնում։ Դա էլ շատ կարևոր հարց է։ Այստեղ ես ուզում եմ հստակ տարբերենք, հա, իսկ երբ որ մենք խոսում ենք համապարփակ ապահովագրության մասին, որը ներդրվում ամբողջ երկրում բոլորի համար օրենքի ուժով, եւ մասնավոր ապահովագրության մասին։ Այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ շատ հաճախ, երբ որ մարդիկ օգտվում են մասնավոր կամ կամավոր ապահովագրությունից, շատ հաճախ այդ սահմանափակումներին բախվում են, որ գիտեք, օրինակ դուք ունեք նախապես արկա իրավիճակ, պայմանական եմ ասում, հա, դուք ունեք լեղապարկում քար, մենք դա հայտնաբերել ենք մինչև պայմանագիր կնքելը, եւ եթե ձեր քարի վիճակը չսրանա, մենք պլանային կարգով ձեզ չենք վիրահատի, հա, իրական կյանքի դեպք։ Սա վերաբերվում է մասնավոր, հա, կամավոր ապահովագրությանը։ Այ ֆունդամենտալ տարբերությունը պարտադերից, որ նման, այսինքն նախապես արկա վիճակներ, նման մոտեցումներ չի լինելու։ Այսինքն դուք ունեք քար, կապ չունի այդ քարը դուք ունեցել եք մինչև օրենքի ընդունումը, թե օրենքի ընդունումից հետո, կապ չունի այս պահին, այսինքն ձեր խոլեցիստիտը գտնվում է սուր փուլում, թե այսինքն ռեմիսիայի փուլում, եթե դուք ցանկություն ունեք եւ կա բժշկական ցուցում վիրահատելու, հա, ձեզ կվիրահատեն։ Այսինքն ծածկույթը լինելու է իրոք համապարփակ եւ այդ բառը պատահական ընտրված չէ։ Իհարկե կլինեն որոշ բացառություններ, բայց այդ բացառությունները ամեն տեղ կան եվրոպական բոլոր երկրներում, մենք շատ մանրամասն ուսումնասիրել ենք եվրոպական երկրների, կոնտինենտալ Եվրոպայի փորձը, որտեղ հենց այդ համապարփակ ապահովագրությունն է ներդրված, Բիսմարկյան մոդելը, որպես կանոն ընդունված բացառություններն են, ասենք պլաստիկ, էսթետիկ, այո, էսթետիկ, հա, միջամտություններ, այսպես անվանենք, սա նորմալ է, այստեղ էլ որևէ խնդիր չկա։ Ապացուցողական բժշկությանը հակասող բուժումը, այսինքն այն բուժումը, որը որ գիտությունը չի ապացուցել, հա, ասենք, այ հարևանս ասում է, էս խմի, բարձա հարևանի ասածով կամ յախու դնենք կամ բարձա որ այո, նման դեպքերը հիմնադրամը չի կարող ֆինանսավորել միգուցե խնամքի հետ կապված, հա, ինչ որ ծառայությունները դուրս մնան, հա, այս նման բաներ կարող են դուրս մնալ, բայց բուժման, ախտորոշման, դեղորայքային ապահովման, ընդհանուր մինչև ատամնաբուժական ծառայությունների զգալի փաթեթ, այդ ամեն ինչը նախատեսված է եւ լինելու է եւ ես մի վարքան չեմ կասկածում, որ մարդիկ միանգամից դրա օգուտները կզգան։ Մի փոքրիկ զուգահեռ եմ ուզում տանել, ճիշտ է, ոչ այդքան Չնայած էլի իրական կյանքից կհիշեն մեզ լսող մեր ունկնդիրները, որ տարիներ առաջ երբ որ պետքա ներդրվեր մեքենաների պարտադիր ապահովագրությունը, չէ, ինչպիսի տենց բավականին ակտիվ հակազդեցություն կար, խնդիրներ էին մարդիկ բարձրացնում եւ այլն, բայց հենց ներդրվեց մարդիկ սկսեցին դրա օգուտները մի անգամից զգալ Եվ այսօր երևի դժվար թե գտնենք ինչ-որ մեկը, որ առաջարկի ասի բերեք վերացնենք։ Ես լսել եմ, հա, ինչ-որ փոփոխություններ են առաջարկում եւ այլն, բայց չեմ լսել մեկը, որ ասի բերեք վերադառնանք նրան ինչ կան։ Սա լինելու է շատ ավելի մեծ օգուտ, որովհետեւ հասկանալ է, որ հարցի արժեքը մարդու կարևորագույն չէ գործունեություն առողջության մասին է եւ այդ հասանելիությունը կտրուկ որ փոխվի միանգամից մարդիկ դա իրենց վրա կզգան եւ կարծում եմ հակառակը էլ ավելի մեծ ոգևորությամբ կմասնակցեն այդ ապահովագրության ներդրումը շատ ավելի բարդ գործընթաց է եւ խնդիրը ստեղ հիմնականում առողջապահության դաշտից դուրս է այդ որ հետաձգվում է խնդիրը ֆիսկալ քաղաքականության եւ հարկային քաղաքականության եւ տնտեսական աճի մեջ է, որովհետեւ տեսեք մի քանի կարևոր խնդիրներ կան, էլի, այսինքն գումարները ինչպես պետք է հավաքագրվի, ումից պետք է հավաքագրվի, որքան պետք է հավաքագրվի, այսինքն այն մարդիկ, ովքեր մեծ հաշվով այսօր հարկ չեն վճարում, հա, օրինակ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ, որոնք որ ինքնազբաղվածները, հա, այսինքն Սա է խնդիրը, այսինքն դրա համար առողջապահության դաշտում չի խնդիրը տնտեսական բլոկում է, առողջապահության նախարարը չի կարող գնա հարկ հավաքի, հա, դրա համար այդ դաշտը, երբ որ տարիներ շարունակ փորձել են բարեփոխել, հիմա միգուցե այդ լավ փուլն է, հա, որ
եկամուտների հայտարարման հետ, այսինքն կոմպլեքս բարեփոխումների մեջ հասունացել է, որ այո, արդեն մենք կարող ենք այդ եկամուտները հավաքագրել, եկամուտների մի մասը ուղղել ապահովագրական հիմնադրամ եւ այդ հիմնադրամից կատարել մարդկանց առողջական ծախսերի ֆինանսավորումը։ Որտեւ օրենք ընդունելը ամենահեշտ գործն է։ Օրենքը մեկը կգրի քվեարկենք ընդունում, բայց եթե օրենքը սկսի աշխատել ու մարդիկ հիասթափվեն, այսինքն մարդը օրինակ կարիք ունենա հետազոտության գնա եւ կանգնի, ասենք, մի քանի ամիս հերթ, եկասի բան չփոխվեց։ Այդ հերթը այն ժամանակ էլ էին կանգնում, հիմա էլ էին կանգնում, բայց հիմա լրացուցիչ հարկ ենք վճարում ու մարդկանց մոտ կառաջացնի շատ մեծ հիասթափություն։ Դրա համար մի կողմից ված չի, որ այսքան հետաձգվել է, հուսանք, որ այլևս ավելի պատրաստ կլինեն։ Այո, իհարկե, ավելի, որտեղ փորձն էլ կա, այսինքն Ղազախստանը, որը որ գիտեք, ֆինանսական անորություններով անհամեմատ ավելի, այո, նավթ, գազ եւ այլ 90-ականներին ներդրեց առանց այդտենց խորը վերլուծելու, իրանք մտածին, որ իրենց եկամուտները կբավարարեն ծախսերը հոգալու համար, հետո մի քանի տարի զգացին, որ համակարգը պարալիզացվում է, այսինքն որևէ բարեփոխում չկա, դեռ ավելի է վատացել, դադարեցրեցին գործունեությունը եւ վերջերս նորից ներդրեցին եւ այստեղ կարեւոր է որ մենք ոչ թե մեր փորձով սովորենք, այլ ինչպես անում ենք Ամսական ֆինանսական բեռի տեսակետից աշխատող քաղաքացու վրա մոտավորապես ինչ բեռ է, հավաքագրման եղանակներն իհարկե արդեն պետեկամուտների գործն է, բեռը ամեն մարդու աշխատող մարդու արդյոք տարբերակված մոտեցում կլինի ավելի շատ եկամուտներ ունեցողների եւ միջին եկամուտով մարդկանց։ Իհարկե, տեսեք, շուրջ խոսք գնում է 150-ից 168,000 դրամի մասին, դա գուցե դեռևս քննարկումների ընթացքում այդ թիվը հստակեցվի տարեկան, բայց կան նրբություններ, այսինքն կապված մարդու եկամուտից կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն օրինակ նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց համար դա 100% սուբսիդավորում է լինելու եւ որոշակի սանդղակով, այսինքն այնպես է արված, որ բեռը մեծ չլինի։ Իհարկե, սա հետաքրքիր մոտեցում է, ոչ այնքան հաճախ հանդիպող, որտեղ ավելի հաճախ էլի փորձը ուսումնասիրում ենք եկամուտից տոկոս է։ Բայց այս մոտեցումն էլ կա, այստեղ միգուցե նույնպես ազգային ժողովում քննարկումների ընթացքում որոշակի փոփոխություններ լինեն, ու անձամբ ինձ օրինակ ճիշտ ասած դուր կգար ավելի լիներ տոկոս եկամուտից, ինչի կարող եմ բացատրել, որովհետև երբ որ մենք այդ թիվը, ասենք 150-ից 168,000 դրամը անգամ սուբսիդիան հաշվի առնելով բաժանում ենք մարդկանց եկամուտներին, այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ավելի ցածր եկամուտներ ունեցող մարդիկ իրենց զուտ ցածր եկամուտի հաշվին ավելի բարձր ստացվում է, տենց ավելի բարձր տոկոս են վճարում, բայց ելի եմ ասում, այս մոտեցումն էլ է կիրառելի, ինչու ոչ, էլի։ Մյուս կողմից էլ այստեղ էլ խնդիր կա, այսինքն մարդիկ, ովքեր շատ եկամուտ են ստանում, ավելի շատ կվճարեն, այսինքն էդ էլ, այսինքն այստեղ էլի ամեն հասարակություն ինքը պետք է որոշի, էլի, հա, ասենք ես պատրաստ եմ իմ եկամուտից վճարել ինչ որ տոկոս, բայց միգուցե ինչ որ մարդ կա, ինքն ուրիշ վերջում արդիկ են ամեն մեկ իր ծրագրերն ունեն, իրենց եկամուտներն են հաշվում։ Համար սա քննարկելի հարց է, բայց էլի կրկնեմ, այսինքն ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար կառավարությունը սուբսիդավորելու է, եւ որքան ցածր է եկամուտը, այդքան սուբսիդիան ավելի մեծ է լինելու, ընդհանուր մինչեւ 100%, ասենք նվազագույն աշխատավարձ ստացողների համար։